Ես սովորել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահայտնի իրավունքի դպրոցում, Պենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցում, եւ նաեւ սովորել եմ նույն համալսարանի Wharton Business դպրոցում, իմիջիայից որը ավարտել է ներկայիս ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, Իլոն Մասկը եւ էլի Ամերիկայի նախագահներ։ Ես շատ լավ հասկանում եմ ամերիկյան եւ ժողովրդավարական համակարգը, մարդու իրավունքների համակարգը եւ պատահական չեմ ասում, որ մենք համագործակցելու ենք եւ ուժեղացնելու ենք, ամրապնդելու ենք հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ մեր զինված ուժերի կատարելագործումը նաեւ իրականացնելու ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Իհարկե մի անգամից ասեմ, դա չի նշանակում, որ մենք մյուս երկրների հետ կամուրջներ ենք վարելու։ Մեզ համար կարևոր գործընկերներն են նաեւ Ռուսաստանը, Եվրոպան եւ այլն։ Հիմա ինչ վերաբերում է արձագանքներին։ Այսինքն ես սա ուզում եմ ասել նրա համար, որ հստակ պատկերացնում եմ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ինչպես պետք է աշխատել մեր ԱՄՆ-ի գործընկերների հետ, կոնկրետ որ հարցերով եւ այդ հարցերը ինչ նշանակություն, ինչ արդյունքներ կարող են մեզ բերել։ Նիկոլ Փաշինյանի հետ համեմատելը այստեղ նրան համարելը, որ նա հասկանում է այդ համակարգից, ես կարծում եմ ճիշտ չէ, որովհետեւ այստեղ ամբողջը հիմնված է, ինչպես ցույց տվեցի, սպեկուլյացիաների վրա, ինֆորմացիան թաքցնելու, մոլորեցնելու վրա։ Ինչու չեն արձագանքում միջազգային գործընկերները։ Ինձ համար կարևոր է, այո, որ միջազգային գործընկերները, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ցանկացած կառույց, որ այո, պետք է իմ կարծիքով այնպես պետք է լինի երկրի համակարգը, որ նրանք, այո, կարևոր է նրանց արձագանքը այս իշխանությունների ապօրինությունները կանխելու հարցում մեծ նշանակություն ունեն։ Եվ այն, որ ապօրինություններ կան, այո, կոպիտ, այո, հանցավորության հասնող, այո, եւ այդ արձագանքները կարևոր կլինեն։ Եկեք նայենք իմ կարծիքով ինչն է պատճառը։ Տեսեք, ես մի անգամ ասացի, որ երբ մենք մտնում ենք Նիկոլ Փաշինյանի օրակարգերն ենք սկսում սպասարկել, այսինքն այդ նախկին եւ այլն, այսպես ինչպես նրանք են սիրում ասել, այդ ժամանակ բնականաբար նրանք ներկայանում են իբրև ժողովրդավարներ եւ այլն, մյուսներին ներկայացնում են ինչ ասես տարբեր տեսանկյուններից եւ դա էլ օգտագործում է որպես սպեկուլյացիաներ, բնականաբար այլ իրենց երկրների հետ հարաբերություններ, փորձելով ներկայացնել, որ մենք փրկիչներն ենք, մենք միակ արևմտամետերն ենք, այսպես ասած, արևմտամետ չասենք, կամ ձեզ հետ համագործակցության կողմնակիցներն ենք, մյուսները չէ։ Իմ կարծիքով այս ստերեոտիպը պետք է կոտրել եւ մենք առաջարկում ենք այն մոդելը, որը կկոտրի, որտեղ օրինակ ինձ համար ժողովրդավարությունը դա արժեք է։ Ինձ համար ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը կարևոր արժեք է։ Ես ուզում եմ ապրել մի երկրում, որը ժողովրդավար է։ Ես դրա համար տանում եմ այդ դիսկուրսը, որ իմ երկրում ես հավակնում եմ լինել, ես հայտարարում ենք, մենք հավակնում ենք իշխանության, որպեսզի այնպիսի երկիր ունենանք, որտեղ մարդու իրավունքների խախտումները բացառելու համար պետք չգա միջազգային գործընկերների սպասել, որտեղ երկիրը կառուցված է այնպես, որ մարդու իրավունքների համակարգը աշխատում է բնականon, ժամացույցի պես, որտեղ կա իրավունքի գերակայություն։ Այս իշխանությունների համար ժողովրդավարությունը ունի արժեքային նշանակություն, իհարկե ոչ։ Այս իշխանությունների համար ես արդեն իմ հիմնական խոսքում ասեցի Օսիպ Մանդելշտամի կիսամարտու մասին, այդ գիտեք, չէ, երբ Ստալինի հետ համեմատություն է անում երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, եւ իմ կարծիքով մենք հիմա Նիկոլ Փաշինյանը այդ դերում է, եւ մենք պետք է անպայման ամեն ինչ անենք, որ ինքը մնա հիմնավորվի այդ դերում, որովհետեւ մենք կարողանանք իրականում կառուցել երկիր, որը հիմնված է իրական իրավունքի գերակայության վրա։ Ես դա ման ասում, մենք պետք է կամ-կամը վերացնենք եւ անվտանգություն, եւ ժողովրդավարություն, եւ ազգային պետություն, եւ ժամանակակից պետություն։ Սրանք կարևոր այսպես սկզբունքներ են։ Պարոն Թաթոյան, Առավոտ թերթ Ռոզա Հովհաննիսյան, ինձ հետաքրքիր ձեր տեսակետ այն մասին, որ իշխանություններն այս փուլում լծվել են այսպես կոչված մարդկանց տերորի ենթարկելու գործին, հա, իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի, անկախություն չի լինի, ինքնիշխանություն չի լինի, եւ այլն, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանն էլ է նույնը ասում։ Ես կուզեմ, այսինքն այս պայմաններում հասարակ քաղաքացին մտածում է հանգիստ խաղաղ ապրելու մասին, իշխանություններն հենց այդ թեզն են իրենց դրանով վախեցնում են։ Մեզ չընտրեք, այդ ամեն ինչը չի լինելու, ոնց կարձագանքեք, հա դուք։ Գիտեք, ընդամենը շատ
պատերազմի տանող ամենակարճ ճանապարհով, որովհետև տեսեք, թույլատնում են մեր դիմադրողականությունը։ Սա ինչ էր, ես որ ցուցադրեցի ամբողջը, ոչ այլ ինչ է, քան մեր դիմադրողականության քայքայում, էրոզիա, որ հիմա նրանք մեր ինքնիշխանությունը ենթարկում են պարզապես էրոզիայի։ Նման իշխանության եւ դրա համար էլ նրանք կախված են ադրբեջանական կամքից, բարեհաճությունից, գովեստից եւ այլն, ու անընդհատ պետք է ստիպված են լինելու, գիտեք, այսպես է թմրամիջոցի կամ կախվածություն ունեցող մարդու օրինակով են, որ ստիպված անընդհատ պետք է բավարարեն ադրբեջանական պահանջներ, թե չէ կարող են տեսեք ինչ անել մեր երկրի հետ։ Սա է պատասխանը։ Իսկ մարդիկ ոսկով կողմնորոշում են այս պայմանները։ Մենք պետք է դրա համար բոլորս ներկայացնենք, դրա այդ նպատակին է ուղղված նաև այս ասուլիսը, որովհետեւ մեր հանրությունը հարց բարձրացնի, բոլորով հարց բարձրացնենք։ Դուք այդ ինչ իրավունք ունեք, որ մեզանից բոլորից մեր ամենասուրբ հարցերը, մեր անվտանգության մարտահրավերը, որ անվտանգությունը ամենակարևորն է, որ թաքցնում եք մեզանից, մեր բոլորից, մեր երեխաների հաշվին, եկել եք ձեր քաղաքական դիվիդենդներն եք, գնացել եք քարոզով եք ձեր կուսակցությունը զբաղվում։ Ինչ կապ ունի սա անվտանգության հետ եւ խաղաղության հետ։ Մեր խնդիրն է ցույց տալ դա։ Պետք է նաեւ այո բոլորով միասին դա անպայման ներկայացնենք մեր հանրությանը։